Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք։ Սիրելի Աստվածասեր հավատացյալներ, այսօր ձեր մեջ անշուշտ կան մարդիկ, որոնք իրենց կյանքում գեթ մեկ անգամ եղել են մանկատանը և վստահաբար կհամաձայնեն, որ մանավանդ առաջին այցելությունը սարսափելիորեն ծանր է ազդում հոգեկան վիճակիդ ու ողջ ներաշխարհիդ վրա։ Սիրտդ անասելի ցավ է պարում, երբ նայում ես որբուքների թարծոտ աչքերին և դրանցում մարտացոլվող տառապանքն անխուսափելիորեն քեզ է պատում։ Այդ աչքերը սակայն ամեն անգամ հույսով են լցվում յուրաքանչյուր այցելուի հայտնվելիս, ամեն մեկի մեջ փնտրելով իրենց լքած ծնողներին, որոնց միգուցե չեն էլ տեսել կամ չեն հիշում, սակայն սիրում ու կարոտում են։ Այն ծնողներին, որոնց դեմ իրենք ոչ մի մեղք չեն գործել, որոնք սակայն լքել են իրենց, հրաժարվել իրենց միս ու այրունից։ Այդ երեխաները որ բացել են ոչ իրենց մեղքով, այլ իրենց ծնողների ընտրության պատճառով։ Սարսափելի ընտրության, որը ծնել է հուսահատության աշճանի դառը մանկություն, խեղված հասունություն, չցամաքով արցունքներով ու հոգու երբևէ չսպիացող վերքով ապրած կյանք։ Թող մեր բազումողորմ երկնավոր հայրը ու գթառակ Սրբուհի Աստվածամայրը պահապան լինեն բոլոր որբուքներին, Սուրբ Հոգու մխիթարությունը բերեն նրանց, ցավով լի հոգիներին, նաև մեր ձեռքերով սրբեն նրանց արցունքները սեր նվիրելով և հոգ տանելով նրանց մասին։ Սիրելիներ, ինչու այսօր խոսքը սկսեցի որբերի մասին հիշատակումով, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին թևակողել է մեծ պահքի հոգեշար շրջանը և դրա կիրակիների ոսկե շղթայում այսօր արտաքսման կիրակին է, որը հիշատակում է մարդկության որբանալու դառնալի պատմությունը։ Այո, սիրելի հավատացյալներ, մեր երկնավոր ծնողն ամեն բան արել է իր սիրելի զավակի երջանկության համար, կատարյալ պայմաններն ապահովված էին նախամարդու կյանքի և կատարելագործման համար։ Ադամը վայելում էր այն, ինչ փափագում էին և ինչի ձգտում էին սրբերը, ինչ փորձում են գոնե փոքր ինչ մոտանալ մենք, այն է Արիչ Աստծու մշտական երանավետ ներկայությունը։ Ադամն ուներ բարձրարձակապես ամեն ինչ, սիրող հայրը ոչինչ չէր խնայել նրա համար, միայն ժամանակավորապես արգելել էր համտեսել բարու և չարի գիտության ծառի պտղից, քանի որ նախաստեղծը դեռ չէր հասել զարգացման այն աստիճանին, որ նրան արդեն կարելի կդառնար նաև այդ գիտելիքը առանց կյանքը մահացու վտանգի ենթարկվելու։ Իսկ մինչ այդ Հայր Աստված մարդուն տվել էր առաջին պահքի պատվիրանը, որն էլ իր հերթին մի հրաշալի առիթ էր ծնողին ցույց տալու զավակի որդիական անմնացոր սերն ու հնազանդությունը։ Սակայն ավաղ մարդկության թշնամուն հաջողվեց խաբել և անհնազանդության դրդել առաջին մարդուն, և Աստծո պատվիրանին դեմ գնալու ցավագին հետևանքն իրեն չսպասեցրեց։ Արգելված պտուղը ճաշակելուց հետո նախահայր Ադամն ու նրա սերունդները ճաշակեցին նաև որբության անասելի դառը պտուղները։ Սարսափելի անգամ պատկերացնել, թե ինչ կատարվեց Ադամի հետ մեղանչելուց հետո։ Միայն աստվածալույս կատարյալ երանությունը կորցրած նիզորու կլիներ հասկանալու այն ցավը, որ զգաց մեր նախահայրը զրկվելով իրեն կյանք պարգևողից։ Մեղքի մահաբերսայրը կտրեց այն երակը, որ կենարար այրուն էր մատակարում մարդ արածի սրտին, որբության ու մահվան փշե պսակով խոցելով այն։ Այս դեպքում սակայն ողջ մեղքը միմիայն անհնազանդ զավակին էր, որը մոռանալով Արարչի նախազգուշացումը որոշեց, որ ինքնուրույն էլ կարող է հասնել այն բարձունքին, որին միայն այդ բարձունքի տիրոջ օգնությամբ էր հնարավոր հասնել։ Ցավոք,
մարդկությունն այն օրվանից շատ հեռու չի գնացել։ Եվ այսօր էլ, երբ մեր երկնավոր Հայրը ամեն ինչ արել է որդեգրմամբ մեզ տուն վերադարձնելու համար, մենք համառորեն շարունակում ենք անհնազանդություն ու կեղծ ազատություն ընտրել հայրական սիրող ու ջերմ գրկի փոխարեն։ Մարդկությունը մոլորված շրջում է մեղանչումից հետո որբանոց դարձած աշխարհի խավար միջանցներում, զանազան միջոցներով փորձում խեղդել այն ներքին շատ հաճախ չգիտակցված կարոտը, որ ունի արարիչ Հայրը։ Մարդիկ աշխարհիկ զվարճություններով եւ նյութական ունեցվածքով են փորձում լցնել իրենց ունայն կյանքը եւ չեն էլ հասկանում, թե ինչու չեն հասնում երջանկության եւ մշտապես այն զգացումն ունեն, որ ինչ որ բան պակաս է։ Այդ պատճառով եկեղեցին այսօր մեզ հիշեցնում է այն անգին գանձի, այն անկարագրելի հարստության մասին, որ արարիչ Աստված պարգևել է իր սիրելի արածին եւ որի ժառանգորդները պիտի դառնային նրա սերունդները։ Այո, մեր նախահոր սխալ պատճառով մենք էլ զրկվեցինք այդ բարիքներից, սակայն նախամարտը դառնապես զղջաց ու սկաց գործած մեղքի համար եւ սիրող Հայրը ընդունելով նրա ապաշխարության արդյունքները թույլ չտվեց, որ այդ կորուստը անդառնալի լինի մարդկության համար, այլ իր մարդացյալ միասնի կյանքի գնով վերացրեց այն պարտամուրակը, որ մնացել էր մեղանչումից հետո։ Միայն երկրորդ Ադամը, Քրիստոսն էր ի զորու վճարելու մեզ համար այն փրկագինը, որ պահանջում էր առաջին Ադամի մեղսագործության դիմաց։ Աստված հրաժարվեց իր անհնազանդ զավակից, այլ ընդառաջ եկավ նրան կրկին նրա առջև բացելով կորսված դրախտի դարպասները եւ այժմ սիրելի հավատացյալներ, պատասխան քայլը մերն է, ապացուցելու, որ անշնորհակալ զավակներ չենք եւ ոչ միայն պարանոցից ենք կախում Քրիստոսի փրկչական նշանը, այլ կրում ենք այն մեր սրտերում։ Պողոս եպիսկոպոս Ադրիանապոլսեցին ասում է. Հիշիր, ինչպես որ դու ոչ մի բանից տեղյակ չլինելով մեղավոր դարձար, նույնպես էլ ոչ մի բանից տեղյակ չլինելով փրկության արժանացար, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոսը Ադամից մեզ ժառանգություն հասած հոգևոր մահից, այսինքն սկզբնական մեղքից մեզ փրկելով, Ադամի կորցրածը վերստին մեզ շնորհեց, մանավանդ, որ նրա շնորհներով շատ այլ ուրիշ հոգևոր բարիքներ մեզ վիճակվեց։ Արդմենք, որ Քրիստոսի սուրբ արյամբ սրբվեցինք ադամական մեղքից, արժանացանք շնորհների եւ վերստացանք կորուսյալ դրախտը ժառանգելու հույսը, ուրախանանք պահոց այս շրջանում եւ մեր անսահման երախտագիտությունը հայտնենք փառքերի Տիրոջը, որ հերթական անգամ հնարավորություն ունենք մեր որդիական հնազանդությունը ապացուցելու մեր երկնավոր Հորը։ Ճիշտ է, եկեղեցու սահմանած մեծ պարգևորները մի փոքր տկարացնում են մեր մարմինները, մարմնական սակավ կերակուրների պատճառով, սակայն լիառատությամբ հարստացնում են մեր հոգիները, շռայլորեն բաշխելով հոգևոր կերակուրը։ Ուստի ինչպես Տեր Հիսուս զգուշացրեց, պահ պահելիս տրտմերես չլինեք կեղծավորների նման եւ ոչ էլ հպարտության մեղքի գիրկը ընկնեք, այլ հոգևոր անկեղծ խնդությամբ օգտագործենք մեզ ընձեռված անգին հնարավորությունը ամենակալի օգնությունը խնդրելու, որպեսզի պահեցողությամբ, աղոթքներով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, ապաշխարության անկեղծ արդյունքներով, ողորմության եւ հոգևոր այլ գործերով նախ ամրանանք մեր հավատի մեջ, ձերբազատվենք կործանարար կրքերից ու մեղքերից եւ մեզ պահքի կերակուրներին համընթաց հետս հետե մաքրվելով հոգևոր ջերմակ հագուստներով դիմավորենք Տիրոջ հարության փառապանծ տոնը։ Թող կորսված եւ վերագտած դրախտի կարոտը արթուն պահի մեր հոգիները եւ որպես լուսատու ջահ առաջնորդի մեզ դեպի փրկություն։ Թող երկնավոր ծնողի հանդեպ սերը ամբողջովին լցնի մեր սրտերը, հուսադրի եւ քաջալերի մեզ մշտապես հիշեցնելով, որ նա սիրում է մեզ անմար սիրով եւ սպասում իր յուրաքանչյուր զավակի վերադարձին։ Թող Սրբուի Աստվածամոր բարեխոսությամբ
անսայթակ անցնենք պահոց օրերն ու ճաշակենք այն երանելի ուրախությունը, որ պարգևում է Տիրոջ սրբազան ներկայությունը։ Եվ քարոզս ավարտեմ Սուրբ Եփրեմ ասորու խոսքով. ինքը Տերը հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար։ Այդպես էլ անենք, իսկ եթե սայթաքելով մեղանչենք, բժշկենք այն արցունքներով, քանի դեռ ապաշխարության ժամանակ կա։ Ապաշխարության ժամանակը կարճ է, իսկ երկնքի առկայությունը վաղճան չունի։ Ամեն։ Ամեն։ Գնանք խաղաղությամբ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս լինի բոլորիդ հետ։ Ամեն։